Անցած շաբաթը անցավ Արցախի բանակցային փաստաթղթերի հրապարակման շուրջ, այսպես բարձր ամպլիտուդով քննարկումներով։ Քաղաքական էֆեկտը դրա չափելի էր։ Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Մնացականյան։ Այո, իրոք անցած շաբաթ վարչապետը դրեց երկար սպասված եւ խոստացված փաթեթը, թեև այստեղ բազում հարցեր կան եւ մինչեւ էֆեկտին անցնելը երևի ամեն դեպքում փորձենք հասկանալ այդ փաստաթղթերի բովանդակությունը, ձևը եւ էությունը։ Նախ սկսենք նրանից, որ իմ կարծիքով դա ամբողջ փաթեթը չէր, դա նույնիսկ տեսականորեն չէր կարող ոչ փաթեթը լինել, քանի որ բազում գրագրություն եւ առաջարկներ չկային։ Սա ավելի շուտ տպավորություն կար, թե ընտրովի ինչ-որ փաստաթղթեր են, ընդ որում այդ փաստաթղթերի մեջ նաեւ կային բաներ, որոնք որևէ կերպ փաթեթի մեջ չէին մտնում, օրինակ Հայկական ժամանակ թերթին 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից փոխանցված ինչ-որ փաստաթուղթ կամ Սերժ Սարգսյանի նամակը, որը շատ խոսվեց անցած շաբաթ, Վլադիմիր Պուտինին իր նյուանսներով եւ այսպես իմ տպավորությամբ սա ողջ փաթեթը չէր, սա ընտրովի ուղղակի դրվել էին որոշ փաստաթղթեր ցանկալի քաղաքական էֆեկտով, որը ի ցավս իշխանությունների իմ կարծիքով ամեն դեպքում չեղավ։ Մինչև առաջ անցնելը մեկ դիտարկում էլ անեմ։ Ոչ, չստացավ, հիմա ես դա կասեմ, բայց որպեսզի նախորդ թեման փակենք, մեկ դիտարկում էլ անեմ, դա դեռ հարց է, այդտեղ շատ փաստաթղթեր իրենք չունեին փաստաթղթերին բնորոշ ռեկվիզիտներ, ստորագրություն, բլանկ, մուտքի երգի կնիկ եւ այստեղ հարց է ծագում այդ փաստաթղթերի աուտենտիկության հետ կապված, ինձ թվում է ժամանակը դա ցույց կտա։ Հիմա ինչ վերաբերում է էֆեկտին, իշխանությունները փորձում են դրանով են հանրահայտ թեզ առաջ տանել, որ Ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմությունը տարբեր տարբերակներով 91, 94, 96, 2008 կամ 10 քանի թվականից վերջ Ղարաբաղը Արցախի պետք է լիներ Ադրբեջանի կազմում եւ այլ, այդ առումով էլ էֆեկտը չստացվեց, ավելին ընդդիմադիրները ես ուշադիր լսում եի արձագանքները անցած շաբաթ եւ ինքս էլ շատ հարցերում մի համամիտ եմ, որ շատ հարցեր էին վեր բարձրացնում, որոնց պատասխանները իշխանությունը չէր տալիս։ Օրինակ, տիպիկ մեկ օրինակ բերեմ եւ ըստ թեման դրանով փակենք, 2019 թվականի բանակցային առաջարկը, որ Լևոն Զուրաբյանը հետքան ասում էր, որ կա, իշխանությունը երկար տարիներ կարելի ասել նույնիսկ շղթում էր, այս փաթեթով ընդունվեց, որ այո 2019 թվականին եղել է բանակցային առաջարկ, բայց չասես թե այդ առաջարկին հայկական կողմը ինչ է պատասխանել եւ սրանով եւս մեկ անգամ անուղղակի տեսնենք, որ բանակցային այդ փաթեթը, որ դրված է կառավարության կայքում, ամբողջական չէ։ Այսինքն եղել է հայկական կողմին ձեռնտու տարբերակ, Ես չեմ կարող ասել ինչ է եղել, ուղղակի ես պահին չի ասել 30 տարի բոլոր տարբերակները գնալով վատացել են։ Չգիտեք ոնց է, համանախագահներն իրենք կարծիք հայտնել են այս ամեն ինչի մասին եւ օրինակ 2019 թվականին Պոպովը երբ որ մերոնք ասում էին, որ չկա առաջարկ, Պոպովն ասաց եղել է առաջարկ 2019 թվական կարծես մայիսին էր գարնանը եւ այս առումով նորից ամենամեծ մեծ տպավորությունն է, որ իշխանությունը միայն իրեն ձեռնտու մասն է այդ փաստաթղթերի վերհանել։ Եթե անգամ այդպես է ամբողջությամբ, ինչու չկա բանակցողների առարկությունը առաջին դեմքերում։ Բանակցողներ, եթե նկատի ունենք, երևի Հայաստանի Հանրապետության նախագահներին նկատի ունենք, ահա։ Սա շատ է։ Այդ բանակցային process-ին եկան քիչ մարդ չեն, մոտ կանգնած։ Այստեղ եկեք չընկնենք, որ ասում է կենցաղավարության գիրկը։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության 3 նախագահներն այս պահին մուտք չունեն պաշտոնական փաստաթղթերին, մուտք չունեն։ Չէ՞ որ դրանք պետական արխիվում գաղտնիության գրիֆով են եւ իրանք չէին ունեցել են, չէ՞։ Չէ, ունեցել են, բայց հիմա այդ մարդիկ չեն կարող հիշողությունով ասել, գիտեք, 2012 թվականի այսինչ նամակի մեջ սա էր գրված։ Ոչ թե սա էր գրված, չի կարելի ասել, որ այս ձևակերպումը իշխանություն քո կողմից սխալ է այս պատճառով։ Դե ես օրինակ լսեցի առաջի դեմքերը հանրահայտ անձնական գործոնով պայմանավորված, որ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին, նայել նրանց չի ընդունում, այս գործոնով կարծես նույնիսկ չեն ուզում իրար հետ զրուցել, խոսել, բայց օրինակ առաջի դեմքերի մեկ աստիճան ներքև, օրինակ Արմեն Աշոտյան, Կարեն Բեկարյան, Սերժ Սարգսյանի կողմից, Ռոբերտ Քոչարյանի թիմից որոշ անձիկ, Լևոն Պետրոսյանի կողմից Լևոն Զուրաբյանը, այսինքն երկրորդ էշելոնի մակարդակով շատ ակտիվ պատասխանում են, եւ ես իշխանության կողմից բավարար պատասխան ես երկրորդ էշելոնի արձագանքներին չեմ տեսել։ Շատ լավ։ Հիմա գոնե արդեն կարելի է ասել, այսքան բան է տեղի ունեցել, որ ժամանակը երբեք մեր օգտին չի աշխատել։ Ժամանակը փիլիսոփայական հարց է տալի, պարոն Նացական։ Ժամանակը աշխատում է նրա օգտին, ով կարողանում է այդ ժամանակը օգտի աշխատեցնել։ Մենք ցավոք երկար տասնամյակներ
հույսներս դրած միջազգային կոնսենսուսի վրա չարեցինք այն ամեն ինչը, ինչ որ պետք է արվեր 94 թվականից հետո։ Սա ցավալի է եւ ես մի քիչ պատմաբանի հայացքով որ հետ եմ նայում, արդեն ցավոք պատմություն է այս ամեն ինչը, նույնիսկ 2020 թվականի ողբերգական պատերազմն է մեծապես պատմություն։ Ցավոք 94-2018 թվականների միջակայքում շատ բան կարող էր արվել եւ չարվեց եւ դրա դարապտուղները մենք քաղեցինք 2020 թվականին իր հերթին, սակայն եւ ես սա բազմից եմ ասել 2018-20 թվականի միջակայքում արդեն նորընտիր եւ ներկա իշխանությունները իրենք արեցին իմ կարծիքով կոպիտ սխալներ, որոնք այդ չարվածը արդեն առարկայացրեցին կործանար պատերազմի տեսքով։ Ցավալիորեն սա դեռ պատմաբանները շատ կգրեն այս մասին։ Այգի գիտեք, այս պահին այս ամեն ինչը կոնկրետ քաղաքական շատ նուրբ երանգներ ունի, մարդիկ կենացում աղխնդիրներ են լուծում, իշխանություն, ընդդիմություն եւ ամեն ինչ շատ էմոցիոնալ հարթակի վրա է եւ անչափ սուբյեկտիվ է։ Բայց երբ որ կանցնեն մարդիկ շահերը այլ թեև չեն լինի, պատմաբանները հստակ գնահատական կտան։ Մի տիպիկ օրինակ բերեմ, օրինակ Ելցինյան էպոխան, ես հիշում եմ երիտասարդը 90-ականներին Ելցինին քծնում էին, գովում էին եւ այլ, բայց հիմա պատմությունը եւ Ելցինի էպոխային տվեց գնահատական, եւ Գորբաչովի էպոխային, եւ Բրեժնևի էպոխային, եւ արդեն չկան մարդիկ, որոնք ինչ որ սուբյեկտիվ շահից ելնելով ճշմարտությունը կսկսեն սխալ ներկայացնել։ Ես հիշեցի այն վստահությունը բարձրաշան զինվորականների հատկապես հետ շփվելիս դուք ինձանից ավելի լավ իմա կհիշեք, թե ինչ տրամադրություն էր, երբ ասում էին, որ թող փորձի հարձակվի։ Մենք ոչ միայն կդիմադրենք, այլև առաջ կգնանք։ Ես շատ բան եմ հիշում, այո, նման բաներ հիշում եմ, բայց ես այդտեղ Որտեղից էր այդ։ Ես այդտեղ զինվորականներին չէի մեղադրի, գիտեք ինչի։ Գործող վարչապետը հիշում եք ժամանակին, երբ որ ասեց հանրահայտ խոսքերը Դավիթ Տոնոյանը նոր պատերազմներ, նոր տարածքներ, հիշում եք դրանից հետո երբ որ ողբերգական պատերազմը եղավ, ահա, բայց հիշում եք դրանից հետո վարչապետը ինչ ասեց, եթե իմ պաշտպանության նախարարը այլ կերպ ասեր, ես իրեն կպատժեի։ Պատժել բառը գուցե չօգտագործեց, բայց բերեց նրան, որ ես իմ քաղաքականությունը եւ իմ ամեն ինչն է։ Հիմա գիտեք, զինվորականը պետք է միշտ այդպես խոսի։ Ինքս նույնիսկ սուբյեկտիվ, նույնիսկ չհավատալով հաղթանակին զինվորականը պարտավոր է այդպես խոսել։ Ես զինվորականներին չեմ մեղադրում։ Ինչպես եւ չեմ մեղադրում փաստաբաններին, որոնք չեն ընդունում իրենց պաշտպանյալի մեղքը, դա իրենց մասնագիտական խոսույթն է։ Այլ հարցը, որ քաղաքական գործիչը պետք է իմանա ինչ է խոսում եւ վերադառնալով 2019 թվականի բանակցային առաջարկին, մայիս-հունիս ամիսներին գալիս է բանակցային առաջարկ, արդեն գիտենք դա, մենք օֆիցիալ չգիտենք ինչ է մեր պատասխանը եւ 2019 թվականի օգոստոսին ինչ է լինում, Արցախը, Հայաստանը եւ վերջ Արցախի Ստեփանակերտի հրապարակով։ Հիմա Ալիև եւ բանակցային կողմերը կարող էին համարել, որ սա պատասխան է Գարնանային առաջարկին։ Նրանք, ովքեր այդ վստահությունը տարածում էին ժամանակին, բայց գիտեին, չէ, ռազմական բալանսը ինչ ուղղությամբ է։ Ես կասկածում եմ, որ մեր ռազմական գործիչները լիովին պատկերացնում էին աղետի հնարավոր չափեր։ Ես կասկածում եմ, եթե նայենք 2000-ականները թողնենք, 2010-ականները վերցնենք, 2000-ականներին այլ իրականություն էր մեր եւ Ադրբեջանի միջեւ, բայց 10-ականների սկզբից այդ բալանսը սկսեց խախտվել ավելի ակնհայտ, բայց ես կասկածում եմ, որ մեր ռազմաքաղաքական գործիչները նաև քաղաքական պատկերացնում էին։ Գիտեք, օրինակ Սերժ Սարգսյանը Արցախյան երկրորդ ապրիլյան պատերազմից հետո, երբ որ ես նայում էի իր վարքագիծը եւ պաշտպանության ոլորտից եկող սիգնալներին, ես զգացի, որ ճիշտ է ապրիլյան պատերազմը մեր համար հաջող ավարտ ունեցավ։ Սա առանձին թեմա է, կարող եմ հիմնավորել, բայց ես այդպես եմ համարում, բայց ես զգացի, որ 16-ի ամառ 17 Սերժ Սարգսյանը շատ լուրջ արդեն անհանգստացավ բալանսից, եւ այն ժամանակ մենք ոչ օֆիցիալ սիգնալներ էինք ստանում, որ որոշ մեծահարուստներ պարտավորվել են դիրքերը տեսողական սարքերով համալրել, տպավորություն կար, թե իշխանությունը արդեն զգաց, ուղղակի այդ պահին մենք դեռևս այն միջազգային կոնսենսուսն էինք վայելում, որ Ռուսաստանը կոպիտ ասած չէր թողնում, որ մեզ նեղացնեն։ Ուղղակի Սերժ Սարգսյանը չհասցրեց այդ 16-ի կես, 18-ի առաջի կես, գրեթե 2 տարում չանել, բայց այդտեղ ինքը զգաց, իմ կարծիքով զգաց, մինչև ապրիլյանը կարծես թե չէ։ Զգացին նաև, թե ում զենքն է Ադրբեջանի զինանոցում դոմինանտ համարվում է։ Ախր չէ, դա ես այդպես չէի ասի, որովհետև զենքի պահով փակ չէին տվյալները։ 2016-ի առաջ էր ըստ էության, որ 4 միլիարդ դոլարի 4 միլիարդ դոլար հայտնի թիվն է դա, ընդ որում մոտ 190 տանկեր,
դա գիտենք, բայց դե գիտեք, այդ պատերազմը այդ ռուսական զենքով չկար։ Ես սա չեմ արդարացնում էլի, որ ասենք ռուսներ եւ այլն, բայց իսրայելական օդային գերակայությունը չէ մեր գլխին չարկատակ խաղաց 2020 թվականին, որտեղ 90 100 տանկերը ճիշտ է խոսենք էլի, թեև բնականաբար եւ այլ տեղը ստացվի այնպես, որ ասում են, որ դա վատ է եւ այլն։ Ուղղակի գիտեք ոնց է, ցավոք նորից վերադառնանք մի քիչ պատմաբանի հայացքով էլի 94-2018-ի միջակայքին, տպավորություն կար, որ մենք ուղղակի հաջողության թմբիրի մեջ էինք եւ համարում ենք, որ հնարավոր չի էլի, հնարավոր չի։ Եվ կար երաշխիք, դա էլ չմոռանանք։ Այո, եւ տեղ նախկին 3 նախագահները ըստ էության կարող են արդարանալ, ասել, այո, մեր օրոք հնարավոր չէր եւ մենք պահեցինք դա։ Հիմա այլ հարց է, որ իրենք դա պահեցին ոչ թե երկրի ներքին ուժերի ուժեղացման հաշվին, այլ միջազգային պայմանավորվածությունների եւ բալանսի հաշվին, եւ տեղ ուղղակի խելոք ղեկավարներ պետք է մտածեն, բալավ, եթե մենք մի օր չլնենք եւ այս բալանսը խախտվի, չէ՞ որ մեր երկիրը չունի ներքին իր ուժը, իսկ իմ կողմից անչափ հարգված Իսրայելը գիտեք ինչ կանոն ունի։ Իր առաջի դաշնակիցը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, գիտենք, բայց Իսրայելը պատրաստ է սևորվան, երբ որ մի օր Ամերիկան իրեն չի պաշտպանի։ Եվ ինքը պետք է այդ պահին դիմանա այնքան, մինչև Վաշինգտոնում նոր ադմինիստրացիա կգա եւ նորից իրեն կպաշտպանի։ Այ մենք դա բաց թողեցինք։ Բայց իրականում ով է կանգնեցրել Ապրիլյան Կարորյան։ Ես լսել եմ ոչ պաշտոնական տեսակետ, եկեք քննարկենք այդ հարցը։ Ոչ պաշտոնական տեսակետը դեռևս 16-17 թվականներին Պաշտպանության նախարարության խողովակներով տարածվում էր այնպես, որ մեր ղեկավարությունը դիմել է եւ միաժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը դիմել է Մոսկվային եւ մենք ասել ենք, որ եթե էսկալացիա գնա, մենք էլ կգնանք էսկալացիայի եւ ասվում է, թեև սա ասվում է ոչ պաշտոնապես, որ իրենք խնդրել են կռիվը կանգնեցնել։ Հիմա խնդրել, այո, ադրբեջանցիները։ Հիմա խնդրել են, թե նյուանսները եղել խոսքի մեջ, թե ռուսները երկու կողմի վրա ճնշել են եւ արդյունքում ներկայացվել է այնպես, որ իրենք են խնդրել։ Համենայն դեպս գիտեք, այլի պատմաբանի էլի մի քիչ հայացքով այսօր պատմականներ է ստացվում, որ նայում ենք, ես նայում եմ ադրբեջանական վերլուծաբանները, ինձ մոտ Ապրիլյան պատերազմը չկա։ Իրենք դա չեն սիրում հիշել։ Ես հետաքրքիր բան ասեմ, չեն սիրում հիշել։ Չեն սիրում, տպավորություն կա, որ ճիշտ է 20 թվականը ստվերի տակ թողեց եւ իրենց հաջողությունը եւ այլ կարող են այդ առումով չհիշել, բայց ոչ։ Իրենք նաեւ 10-20-ի արանքում էլ չէին հիշում։ Իրենք այդ արանքում էլ չէին հիշում, որովհետեւ իրենց մոտ սա անցալվում է որպես եթե ոչ անհաջողություն, ապա գոնե մարտական ոչ ոքի իրականում ես կարծում եմ, որ մենք Ապրիլյան պատերազմում հաղթել ենք, ուղղակի հաղթանակ հասկացությունը կենցաղային մակարդակում կապվում է 45 թվականի մայիսի 9-ի նացիստական Գերմանիայի նկատմամբ այդ տարած խոշոր հաղթանակի հետ, դա անվերապահ հաղթանակ է, բայց ես որպես ռազմապատմական տեսաբան կարող եմ ասել, որ հաղթանակները լինում են շատ տարբեր տեսակի եւ հենց այն հաղթանակի տեսակը, որի կար մայիսի 9-ին 45 թվականի, հենց իսկը դա քիչ է հանդիպում։ Ավելի շատ հանդիպում են հաղթանակները, որոնք պետք է այլ լրացուցիչ վերլուծությամբ դու հասկանաս դա ով հաղթեց։ Եվ գլխավոր չափանիշը այդ դեպքում ես կարծում եմ հետեւյալն է. պետք է նայել թե ով ինչ խնդիր էր դրել պատերազմից առաջ եւ ով ինչ խնդրի հասավ պատերազմից հետո։ Չէ՞ որ դեռևս Կլաուզվիցն է ասում, որ դա պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով, զինված միջոցներով։ Հիմա ադրբեջանական խփված ուղղաթիռում գտնվեցին փաստաթղթեր 2016 թվականին, պատմաբանները ռազմական լավ կհիշեն, որտեղ հստակ հարձակման ուղղություններով կար Ստեփանակերտ, պետք է վերցնեին իրանք, պետք է հյուսիսից իջնեին, այսպես կոչված Լաչին, հարավից ճեղքեն, այն ինչ որ եղավ 20 թվականին ըստ էության։ Այսինքն իրենց պլանները ակնհայտ էին եւ մենք այդ իրենց պլանները խախտեցինք եւ մեր պլաններ դիմանալ եւ մենք դիմացանք։ Հիմա այս առումով ես կարծում եմ, որ մենք հաղթեցինք։ Բայց դե պարզ է, հակառակ կողմը կարող է ասել 800 հեկտար, այդ թիվը մտավ շրջանառության մեջ, թեև հետագա տարիներին ես հաշվեցի 800 չէր, 600 էր, 400 հյուսիսում, 200 ներկևում, այնտեղ զոհերի թիվը, գիտեք, այդ անակնկալի գալով Սերժ Սարգսյանի իշխանությունը արեց կոպիտ տեղեկատվական սխալներ։ Օրինակ այդ ինքնաթիռի ինտերվյուում այդ 800 հեկտարը, որ թռավ նախագահի բերանից եւ մտավ շրջանառության մեջ, բայց իրականում այդ թիվը տենց չէր։ Նու ցավոք հայրենիքի համար ընկած զինվորների քանակը իջացվում է մինչև 80, բայց կամավորներով բանով որ հաշվենք երևի ամեն դեպքում 100, սենց ասենք, մենք ինչ խնդիր էինք դրել, իրենք ինչ խնդիր են դրել, մենք մեր խնդիրը կատարեցինք, իրենք իրենց խնդիրը չկատարեցին։ Հիմա սա հաղթանակ էր թե չէ, սա հաղթանակ էր։ Այլ հարց է, որ այստեղ կարևոր նյուանս։ Սա այնպիսի հաղթանակ չէր, ինչպես 1945 թվականի մայիսի 9-ին։
Սա այնպեսի հաղթանակ չէ, ինչպես 94 թվականի մայիսի 11-ին։ Իդեպ դեռ նույնիսկ 94 թվականի մայիսի 11-ը կարող է հաղթանակ չհամարվել։ Բայց տրամաբանությունը հետևյալն է, որ եթե կողմերը դիմում են ինչ-որ կենտրոնի, տվյալ դեպքում դուք մատնանշում եք Մոսկվան, այդ դիմելը գին ունի։ Կանգնեցնելը գին ունի, չէ՞, ով վճարեց այդ գինը։ Ինձ թվում է Ադրբեջանը վճարեց այդ գինը, որովհետև դրանի, նայեք, Ադրբեջանը նախատեսելով խորը ռազմական հարված եւ անհաջողություն կրելով, դրանից հետո տարի ու կես ինքը կրեց դրա բացասական դիվանագիտական հետևանքները։ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություններ 2016 թվականի վերջ, Ալիևի բողոքը, որ ինձ ստիպում են փակ դռների հետևում ճանաչել Ղարաբաղի անկախությունը եւ ընդհանուր բանակցային ֆոնը։ Ուղղակի մեր մոտ էս բանակցային պատմությունը շատ սուբյեկտիվ է, էլի, հասկանում եք, Սերժ Սարգսյանի կոմունիստները փորձում են ամեն ինչ իդեալական ներկայացնել, Նիկոլ Փաշինյանի կոմունիստները հակառակը, բայց ես օրինակ Հլմտովի հետ գնացեք, ապրել ենք այդ տարիներին 16-ի երկրորդ կեսից մինչև 18-ի սկիզբ, Նիկոլ Փաշինյանի սկիզբ մինչև, հիշում եք բանակցային ինչ դրական ֆոն էր, հիշում եք միջնորդներն ինչ Ադրբեջանին համարյա գրեթե ագրեսոր էին համարում։ Հիմա ինտերնետում կա, կարելի է Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները 16-ի վերջ 17-ի սկիզբ հանել եւ տեսնել թե Հայաստանը ինչ դրական եւ այդ ցավոք խոսքս վերջացնեմ, այդ դրական բացական ֆոնը կորսվեց 18 թվականի նոր իշխանությունների օրոք, որտեվ նոր իշխանություններն եկան, մենք կսկսենք մեր կետից, Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, 18-ի մայիս հիշում եք ուղղաթիռով վարչապետը թռավ Արցախ, այն ժամանակ ինքս թեև բացայտ չեմ ասել, որտեվ չէի ուզում այն ժամանակ այդ ֆոները փչանել, բայց իմ մոտիկներին ասեցի, սա Ադրբեջանին անընկալելի պահանջների առաջ է կանգնեցնում։ Ինքը 20 տարի առաջ հիմա սխալ է եղել, ճիշտ է եղել, հեռացել է Արցախը բանակցային սրահից, ես դա համարում սխալ, բայց դա թողնենք։ Հիմա ինքը պարզա որ այս պահին, երբ որ ուժերի հավասարակշռություններ խախտվել, այն հեռացել է, թե հեռացրել են։ Ցավոք, իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի կողմից կատարվեց կոպիտ սխալ, սա իմ կարծիքն է։ Նախաձեռնությունը իրենն է կամարում, հա, Արցախին։ Ես փաստաթղթային մակարդակով չեմ ուսումնասիրել այս երևույթը եւ հնարավոր է ինչ որ մեկը հիմա ինչ որ փաստաթուղթ անի, որ իմաց ասածը սխալ ցույց կտա, թեև դա քիչ հավանական է, այնուհանդերձ ինձ հասած տեղեկատվության հիման վրա, երբ որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն եւ հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ, ինքը որոշեց, որ այլևս բանակցային եռակողմ ֆորմատում Արցախի Հանրապետության ներկայացուցիչի ներկայացում պարտադիր չէ, ինքը իր անձով կներկայացնի եւ Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն։ Դա ես համարում եմ սխալ։ Դա ես համարում եմ սխալ, որովհետեւ այո, այդ պահին քո անձը միավորում էր, թեև իրավաբանորեն չէր միավորում եւ նույնիսկ տեղ խնդիր կար, իրավաբանորեն չի միավորում, բայց քո անձը կփոխվի, չէ, եւ փոխվեց 2008 թվականին։ Եվ Սերժ Սարգսյանի անձը այլևս չէր ներկայացնում, Նիկոլ Փաշինյանի անձը այլևս չէր ներկայացնում, բայց համապատասխան նախագահին իդեմս օրինակ Բաքո Սահակյանին կամ Արկադի Ղուկասյանին, չգիտեմ, դեռ թվերը պետք է նայել, մենք էլ չտեսանք։ Սա ես համարում եմ սխալ։ Հիմա սա էլի պատմական հարց է։ Հիմա թող երկրորդ նախագահի կողմնակիցները սա որևէ կերպ ներկայացնեն, հիմնավորեն, բայց ես այս պահին որպես վերլուծաբան, մտածող անձնավորություն դա համարում եմ սխալ։ Պետք չէր արհեստական մեկ հոգի պակասեցնել։ Շատ է, պիտի ավարտենք, բայց մի քիչ ավելի շատ մասնագիտական է։ Այս պահին կամ այս ընթացքում արդեն քանի տարի է անցել պատերազմից քառորյա, ով ինչ է գնում։ Գնում կողմերը։ Զենք նկատի ունեք, զինամթերք եւ դա ինչ ցուցիչ է ներկա մթնոլորտի համար։ Ես ենթադրում եմ դուք նկատի ունեք ոչ թե քառորյան, այլ 2020 թվականի պատերազմը։ Հա, ես քառորյա ասացի, այո, դա թողնենք։ Հակասական է, գիտեք, հայկական բանակից ստացվող տեղեկությունները շատ հակասական են։ Կա տեղեկություն եւ իշխանության թևն է տեղեկությունը շատ ինտենսիվ տարածում, թեևս վերջերս Վաշինգտոնյան այդ համաձայնություններից հետո ընկել է դրա ինտենսիվությունը, որ մենք զինվում ենք ինտենսիվ։ Սա մի ոլորտ է, որը առանց ռազմական կամ պետական գաղտնիքի տիրապետելու հնարավոր չէ կարծիք հայտնել, եւ եթե մենք նույնիսկ անձնական մակարդակով ինչ որ ձեւով իմանում ենք, դա ասելու բան չէ հատկապես եթերում։ Հիմա տեսեք հանրային գործից, բայց ի վերջո կա չէ բաց աղբյուր այստեղ եւ Ադրբեջանի համար։ Ախր չէ, բաց աղբյուր կա, բայց այդ բաց աղբյուր կարող է կեղծ լինել։ Հայտարարենք, որ գնում ենք, փաստացի չգա զենքը։ Հայտարարենք, որ չենք գնում, գնենք։
Հիմա տեսեք օրինակ Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ ես իմ աչքով եմ շատ բան տեսել, միանգամից հարց տվեցին, դու ինչ մուտք ունես ռազմական գաղտնիք եւ ինքը իհարկե սկսեց, որ եւ այլ, բայց դա խնդիր է, օրինակ իմ երազած պետությունում նման հասարակական գործիչը չպետք է նման հայտարարություն անի, որովհետեւ այն միանգամից կասեն քո ինֆորմացիայի աղբյուրը, կամ դու սուտ ես անհիմն բաներ ես ասում, լավ սուտ չասենք, կամ էլ ինչ-որ պաշտոնյա ռազմական գաղտնիք է, սա մեկ։ Երկրորդ, մեր պետությունը ես այս ստուդիայում շատ եմ ասել, կառավարչական լուրջ խնդիրներ ունի եւ այդ խնդիրները հնարավոր չի որ բանակում չլինեն, այսինքն այստեղ միայն զենքը չի կարեւոր, այստեղ կարեւոր է թե այդ զենքը ինչպես է կիրառում, այսինքն անձնակազմի պատրաստվածությունը եւ շատ կարեւոր է բանակի այնպիսի կառուցվածքը։ Ես լայն էի պատկերացնում հարցը, ժամանակերին եղում է հիշեցնեմ, Ադրբեջանը հարձակողական զենք է։ Պարոն Նացական, իմ խորին համոզմամբ ժամանակակից պատերազմում չկան հարձակողական եւ պաշտպանողական զենքեր։ Եթե քո պայմանական ասենք S300-ը, որը իբր պաշտպանողական զենք է, այնուհանդերձ այնքան հզոր է, որ հակառակորդի տարածքը փակում է եւ որպես օդային գերակայության տար հոբ ցամաքային հոպի միջոցով այնտեղ օգնում է քո կործանիչներին, ապա եղավ հարձակողական զենք։ Մեծ հաշվով շատ դժվար է, էլի մաքուր պաշտպանողական կամ մաքուր։ Հիմա քո տանկը, որը դասական հարձակողական զենք է, պաշտպանության մեջ կանգնած կարող է խփել հակառակորդին։ Մի բառը ուղղակի ձեր ժամանակ օգտագործելով Ադրբեջանի պահով ասենք, ցավոք իրենք շատ ինտենսիվ զինվում են, շատ ինտենսիվ, բնականաբար հետախուզական տվյալներ չունեն, բայց օրինակ վերջին իրենց շքերթը որ արեցին, մասնագետների կարծիքով իրենք ձգտում են իրենց բանակը արդեն մեկ այլ աստիճանի բարձրացնել, առաջ ձգտում էին օդային գերակայություն մեր տիպի հակառակորդի նկատմամբ, հիմա փորձում են տեսական լեզվով ասած տոտալ առաջին միանգամյա կաթվածահարող հարվածի։ Այսինքն միանգամից այնպես է խփում դիմացինին, որ ինքը մոտակա ապագայում այլևս չի կարողանում ուշքի գալ։ Սա ավելի վտանգավոր բան է, քան եթե դու հակառակորդին օդային գերակայությունն ես զիջում։ Օդային գերակայություն զիջելով, տեսեք, օրինակ Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին զիջեց Ուկրաինան օդային գերակայությունը, բայց հետո այլ միջոցներով օդային գերակայության միջոցները մաշեցնելով եւ այլ կարողացավ հիմա այս հավասարակշռությունն է, բայց երբ որ դու այն ջախջախիչ կաթվածահար անող հարվածն ես ստանում ամենասկզբում, օրինակ քո ղեկավարությունն է գլխատվում, քո ստրատեգիական ռեզերվներն են ոչնչանում, քո ստրատեգիական զենքի միջոցներն են ոչնչանում, կապն է խախտում եւ այլն, սա շատ ավելի վտանգավոր է եւ կա մասնագիտական կարծիք, բնականաբար նեղ ռազմական ոլորտի մասնագետ չեմ, որ սա իրենք դրան են հասնում, բայց այդտեղ մի բայց էլ ասեմ, ուղղակի լավն է, որ մենք ենք իրանց հակառակորդը հասկանալի է պետք է զգուշանանք, բայց իրենք նաեւ Ռուսաստանից եւ Իրանից են զգուշանում։